Պաղապան բոլորից սիրելիներ, այսօրվա նահատակ սուրբերը երիտասարդ ընկերներ էին, որ իրենց հավատքի մեջ անսասան էին և կայսր ոչ հրամանին, ոչ սպառնալիքներին չենթարկվեցին, նրանցից մեկին խարույկի վրա այրեցին, մեկին գլխատեցին, մեկին տանջամա արեցին, բայց իրենց հավատքը չորացան և չմոռացան, որ իրենք Քրիստոսի զինվորներն են։ Եվ այդ պատճառով այսօրվա ավետարանական ընթերցումների մեջ Հիսուսի երանիներն էր դրված, որ երանի ձեզ, որ իմ անվան համար ձեզ կհալածեն, կնախատեն, դուք ուրախ եղեք։ Աշխարհի մեջ Քրիստոսից սկսած մինչև այսօր 21-րդ դար քրիստոնյաները ծաղրվել են, հետապնդվել են, տառապանքներ, նեղություններ են քաշել, բայց այդ պահպանված հավատքով է, որ ամեն բան այսօր մեզ է հասած։ Սուրբերից մեկն ասում է, մարտիրոսները նման են, ասում է, ցորենի հատիկների, որ գազանների, իրենց սպանող մարդկանց ձեռքում աղացի պես աղվեցին, ալյուր դարձան և այդ ալյուրը նշխարք դարձավ, այդ նշխարքը մենք ճաշակեցինք և իրենց հաղորդակից դարձանք։ Ուրեմն այս սուրբերի կյանքի հաստատուն վկայությամբ է, որ մենք մինչև այսօր քրիստոնյա ենք ապրել և պիտի շարունակենք ապրել։ Ամեն մեկս մի զինվորն են Քրիստոսի, ամեն մեկս մեր պարտականությունն ու կոչում ունենք այս աշխարհի մեջ մի փոքրիկ լույս տարածելու համար։ Ամեն օր աշխարհի մեջ խավարը շատանում է, ամեն օր աշխարհի մեջ մարդիկ ավելի շատ են սկսել իրար ատել, չարախոսել, բամբասել, հալածել, պատերազմները ամեն օր շատանում են մեր կյանքի մեջ։ Հիսուս ասում է, որ այս ամենը ահագնանա, շատանանա, շատ շատերի սերն էլ պիտի պակասի, բայց նրանք ովքեր որ ինչե վերջ կհամբերեն, պիտի փրկվեն։ Սերն է հաղթելու աշխարհի մեջ, սիրելիներ։ Այն սերը, որ մենք տածում ենք մարդկանց հանդեպ, մեր նմանի հանդեպ, եւ վերջապես այն սերը, որ Քրիստոսից ստանում ենք, եւ այդ սիրով շարունակում ենք ապրել։ Մեծ բաներ մեզանից չի պահանջում Տերը, պարզապես այն ինչ որ կոչում ունենք, այն ինչի մեջ որ մենք կոչված ենք, հավատարմորեն ապրել ու ծառայել դրա մեջ։ Քրիստոնյա ես, ուրեմն քրիստոնյային վայր կյանք պիտի ունենաս։ Քրիստոնյա ես, ուրեմն չպիտի մոռանաս, որ դու Տիրոջ առջև ես պատասխանատու։ Քրիստոնյա ես նշանակում է քեզանից սերը պիտի դուրս գա, չպիտի սահմանափակես։ Հավատքը, հույսը, լույսը, ջերմությունը քեզ համար չպիտի պահես։ Այս երիտասարդները այսօր նահատակվել էին, նրանք կարող էին հրաժարվել, իրենց առաջարկում են, որ հրաժարվեք Քրիստոսից, ձեզ փառք կտանք, պատիվ կտանք, հարստություն կտանք, բայց ինչպես Պողոս Առաքյալն է ասում, տեսանելիները ժամանակավոր են, մենք անտեսանելիների համար ենք ապրում, հավիտենական կյանքի համար ենք ապրում։ Եվ ունենք մի քահանայապետ Քրիստոսին, ով մեր կյանքին մասնակից է եղել, հաղորդ է եղել մեր կյանքին, ուրեմն գիտի մեզ, հասկանում է մեզ եւ այդ ճանապարհն է տվել է մեզ, որպեսզի ամեն ինչի մեջ անցնելով կարողանանք մեր հավիտենական կյանքը ժառանգել։ Թող Տեր օրհնի բոլորիդ, իր խաղաղության մեջ պահի, որպեսզի ձեր հավատքի մեջ երբեք նահանջ չունենաք, երբեք ձեր սերը, որ հոգևոր է, չսակարկեք, չթերագնահատեք, այլ հավատքը պահեք այնպեսին, ինչպեսին որ Տերը տվել է մեզ մաքրության, անարատության ու սրբության։ Աստված բաղապան։